Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր ես ցանկանում եմ ձեզ համար պատրաստել մեր հայկական ավանդական գաթան իմ բաղադրատոմսով։ Այստեղ մածունի փոխարեն ես թթվասերով եմ պատրաստում, կարագի փոխարեն հալած յուղ, մեզ անհրաժեշտ է նաև 1 հատ ձու, որի սպիտակուցը կօգտագործեմ խմորի մեջ, իսկ դեղնուցը երեսին քսելու համար կպահեմ վանիլ, շաքարավազ և սոդա։ Դե ինչ, անցնենք պատրաստմանը։ Սկզբի համար մենք կլցնենք տարայի մեջ ալյուրը, մեկ գթալը մոտավորապես 20-ից 22 գրամ է գալիս, մենք մոտավոր կլցնենք 150 գրամի կարգի։ Կամ կարելի է նաև 200, մոտավորապես։ Հիմա մեր ալյուրի վրա կավելացնենք այստեղ հալած յուղը։ Սիրելիներս, սա այսպես։ Հիմա մեզ պետք է ավելացնել, ինչպես ասացի արդեն, ձվի դեղնուցը, իսկ ձվի դեղնուցը սպիտակուցից առանձնացնելու համար ես այս փոքր մաղի միջոցով կանեմ, կօգտագործեմ սա, որը որ շատ հեշտ է լինում, այսպես տեսեք, սիրելիներս, վերցնում եմ դեղնուցը և մնացած սպիտակուցը լցնում եմ խմորի մեջ։ Հիմա այստեղ նաև կավելացնեմ 1 թեյի գթալ չափով վանիլ, և այստեղ կավելացնեմ նաև շաքարավազը, ամբողջը կխառնեմ, պետք է ստանանք ձեռքերին չկպչող խմոր։ Խառնեմ, ավարտեմ, ստանամ իմ ցանկալի խմորը, պնդության և միանամ, սիրելի հետևորդներ։ Իմ սիրելի հետևորդներ, ես արդեն պատրաստեցի խորիզը, ցանկանում եմ ձեզ ցույց տալ, թե ինչպես է ստացվել, եթե ուզում եք իմանալ խորիզը ճիշտ բաղադրության է թե ոչ, ապա խորիզը պատրաստելուց հետո այսպես հավաքում եք ձեռքի մեջ և սխմում, եթե այն այսպես գնդի է վերածվում, ուրեմն ամեն բաղադրիչները մեջը իր չափով է և տեղին։ Եվ այստեղ ոչ մի բարդ դժվար գործողություն էլ չունենք անելու, որպեսզի ես մանրամասն ցուցադրեմ ձեզ։ Հիմա ես արդեն կպատրաստեմ իմ ջեռոցի տապակը, կբացեմ խմորը, կլցնեմ խորիզը և միասին կսկսենք թխման գործողությունը կատարել։ Կրկին միացա ձեզ, արդեն պատրաստվում եմ բացել խմորը, որի մեջ կտեղադրեմ խորիզը, կփակեմ և թխենք։ Արդեն նախապես ես միացրել եմ ջեռոցը 180 աստիճան, մի քիչ էլ այսպես ձեռքով կհունցենք, որպեսզի ինքը
ավելի էլաստիկ և փափուկ խմոր ստացվի։ Շատ հունցել էլ հարկավոր չէ, սիրելիներս, այնքան որ խմորը դառնա համասեռ։ Գրտնակի օգնությամբ կբացենք։ Մի քիչ գրտնակ կալորոտենք, որպեսզի չկպչի խմորին։ Այս անգամ որոշել եմ կլոր գաթա պատրաստել, ճիշտն ասած միշտ պատրաստել եմ կտրտած տարբերակով, մի քանի հատ որ ստանում ենք, ռուլետի պես փաթաթում կտրատում ենք, բայց այս անգամ ճիշտն ասած որոշեցի պատրաստեմ կլոր տարբերակը, ամենահամեղ միջուկներից է թխվածքների մեր հայկական ավանդական խորիզը, որը որ իմ կարծիքով ինչ խմորի մեջ էլ որ լցնեք, ինքը շատ համեղ է լինելու, չգիտեմ, իմ ֆավորիտներից է գաթան, ես շատ եմ սիրում, չեմ թողնում պատրաստելու համար, եթե պետք աչքաչափով, ինչքան որ հնարավոր մի տեղը համար կմիանանք ձեզ։ Սիրելի հետևորդներ, ես կրկին վերադարձա, արդեն վերջացրել եմ, բացել եմ գաթան, մի փոքր ձեռքերով մատերի օգնությամբ կողքից փորձել եմ նախշեր անել, պատարագ ծակծկել եմ, որպեսզի ավելորդ օդը դուրս գա խմորի միջից։ Հիմա իր երեսը մեր որ ձուն կոտրեցինք սպիտակուցը խմորի մեջ էր, դեղնուցը պահել է երեսին քսելու համար։ Հիմա դեղնուցը կքսեմ երեսին և կդնենք ջեռոցը, ջեռոցը արդեն իմ մոտ նախապես ես միացրել եմ, տաքացել է 180-ի տակ, մինչև պատրաստ լինել ամբողջական։ Արդեն պատրաստ լինելուց հետո կվերադառնամ, կցույց տամ պատրաստ վիճակում արդեն գաթան։ Դե ինչ սիրելի հետևորդներ, արդեն պատրաստ է մեր կարմրաթուշ գեղեցիկ գաթան, ես համոզված եմ, որ նաև շատ համեղ է, հիմա փորձեմ իրեն կտրատել, որպեսզի միջուկը ցույց տամ ձեզ։ Այսպես երկու կեսիկ բաժանեմ։ Փափուկ, չեք պատկերացնի, ինչ հիանալի կտրատվում է։ Սիրելի հետևորդներ, խնդրեմ տեսեք միջուկը, չգիտեմ, երևում է խորիզը, շերտը խորիզի, կարմրաթուշ, գեղեցիկ, անուշ, համեղ գաթա է ստացվել, փխրուն։ Դուք էլ պատրաստեք, անպայման ճաշակեք մեր հայկական համով, հոտով ավանդական գաթան, տնական, ամենակարևորը պատրաստված մեծ սիրով և ջերմությամբ։ Բարի ախորժակ բոլորիս, լավ օր եմ մաղթում սիրելիներս, առայժմ։